Դե ինչ, երկարատև դադարից հետո վերադարձանք մարտին։ Այդ պատճառով, չէ, այդ արդիվ մենք մասնապես ես քեզ հարց ունեմ։ Մենք մասնավորապես ես։ Այո։ Ինչ կա։ Ինչ նորություն կա։ Ես սկսեցի մտածել ինչ կա։ Հա, այն թեմայով կա, իրականում կա, նորություն կա։ Ոնց ես ֆռում եմ ինչ անում եմ չեմ անում միշտ ինչ Օսկարային այս տարվա Օսկարի ռեժիսորների շուրջը, չէ, նկատի ունեմ այդ մարդկանց շուրջ են նորությունները, թվում է թե նորությունը այլ բանի մասի է, բայց էլի այդ մարդիկ են էպիկենտրոնում այսպես ասած։ Ռայան Կուգլերը, Sinners-ի ռեժիսորը եւ ամեն ինչը, այսպես ասած, X-File-ներն է ռեբութ անում 25 թվականի Secret-ը մատերիալին գաղտնի մատերիալ նյութերը գաղտնի նյութերն է ռեբութ անում, ասում են որ գաղտնազերծված նյութերը, այո, որ մեզ չասեն վատ հայերեն բառեր, լավ հայերեն բառեր չենք օգտագործում։ Մի խոսքով 25 թվականի վերջից ինչ որ սկսել է գրել, թե ինչ որ եւ այլն, կաստինգը անում է Ֆրենսին Մեյսլերը, ով նույն Sinners 25 թվականի 25, հա, հենց 25-ի։ Sinners-ի շուրջ ուղակի ֆրֆռում են այնտեղ ֆիլմի հետ ավարտված ամեն ինչ շուտվանից։ Ֆրենսին Մեյսլերը, ով կաստինգով է զբաղվում ֆիլմի, նույն Sinners-ի կաստինգ անողն է ինքը, ով Օսկարի նոմինանտ է հիմա, երևի ինքը պետք է լինի, ասում է որ դա հիմա իր մեծ պրոդաքշններից մեկն է այս պահին, հենց որ իր մասնակցությամբ, Կուգլերը ասել է, որ այն նույն ձևի են անելու ոնց որ այն ժամանակ, այսինքն լինելու է հենց այդ շաբաթվա դևիլը, ինչ որ դրա հետ մեկտեղ ինչ որ ընդհանուր ինչ որ conspiracy, ընդհանուր ոնց որ ինչ որ գլոբալ ինչ որ հարց կա, որը հակա, բայց ամեն սերիա ունի իր կոնկրետ բանը, իր խնդիրն ու իր սատանան, այսպես ասած, մի խոսքով, այս տեսակի, բայց քաստի վերաբերյալ դեռևս ոչինչ չկա, չգիտենք, ովքեր են խաղալու, ինձ թվում է Չնայած չէ լավ, էսի սերիալը դժվար կրիդը եւ այլն բան լինեն մյուս կողմից։ Դե ինչ գիտես, հիմա սերիալներ շատ է կա։ Այս ցավոք շատ փոքր է, որ X-File-ը ցույց էին տալիս, ու ես չեմ նայել, հա, ես բայց էդի են ցուցակներում է, որ եթե ժամանակ ունենամ, ինձ թվում է կնայեմ։ Էդի ու մեկը Succession-ն է։ Success չէ, սուր գնացի։ Աշխարհի ամենառեալիստական բանը, երաժշտությունը, որ ես հիշում եմ, ես էլ չեմ նայել, սերիալը որպես այդպեսին չեմ նայել, էլի որ ասենց դրած նայած լինեմ, բայց այդ երաժշտությունը ամեն անգամ ուշ այդ տայնստվեննեսը ինձ շատ է դուր գալիս։ Մի խոսքով սպասենք Ռայան Կուգլերն դժվար վատ նկարած լինի, մի խոսքով։ Սպասենք իրա ու բան Դեվիդ Դուխովնի կամեո ձև չլինի։ Հա, իսկ Ջիլիան Անդերսոնը առավել քան կլինի քանելի, հա։ Հիմա լավ պիկի վրա Դուխովնին, հա, մի քիչ է։ Ես Դուխովնի մենակ երկու հատ պրոյեկտ եմ նայել, մեկը բանն է Californication նա, բայց երկուսն էլ շատ լավ բան են համարվում։ Մյուսն էլ Evolution մի հատ կինո կա, Evolution։ Իստվում է, հա։ Շայլը ալմոլորական է, բայց սենց ասեմ Californication-ից ես շատ բան եմ սովորել։ Californication-ը սենց խնդում եք, բայց շատ լուրջ բան է։ Դե ես պատրոստ եք նայում։ Շատ լուրջ բան է, շատ լուրջ, լավ սերիալ է ու լավ է։ Դե հա։ Այո։ Դե սպասենք, Կուգլերին էլ սպասենք։ Չգիտեմ ոնց մենք իրան սիրում ենք թվում է, թե։ Հա, էլի մարդ գիտեմ որ սիրում է։ Ես էլ նորություն ունեմ, արի մի քիչ ավելի հին նորությունից սկսեմ, իրականում այս նորությունը պատրաստել էի տենց երևի էլ դեկտեմբերից, բայց որ այս ֆորմատի չենք ունեցել, այլ բաներից էինք խոսում միշտ, բայց իմ տենց շատ սիրված թեմայի շուրջ է, այս որ հետևները նայեք կհասկանաք որ թեմայի շուրջ է, Star Wars-ը, մասնապես Lucasfilm-ը, այլ ճիշտ Lucasfilm-ը մասնապես Star Wars-ը երևի ավելի ճիշտ է։ Երևի 14 տարի ղեկավարում էր production-ը Kathleen Kennedy-ն եւ ցավոք այս 14 տարվա մեջ մենք գիտենք ինչ պրոյեկտներ են դուրս եկել, դա sequel-ների տրիլոգիան է, որը որ ես ընդհանրապես Star Wars ինչն այլ եմ անգիր գիտեմ, բայց ասենք այդ sequel-ների տրիլոգիան вообще չեմ հիշում, մի քանի լավ սերիալներ դուրս եկել, բայց ֆանատները իրան չէին սիրում ու իրան վերջապես ազատեցին այդ պաշտոնից եւ պաշտոնին ընդունեցին Dave Filoni-ին, թվում է թե ես տենց հստակ չեմ ստուգես այն բախտան, բայց ինչքան գիտեմ հենց Dave Filoni-ին, ինքը ոնց որ իմ կարծիքով աշխարհի ամենագլխավոր Star Wars-ի ֆանատն է, ամեն ինչ գիտու, ինքը հենց production-ը ինքը պետք է լիներ կամ դու։ Չէ, մի հատ էլ բան կա, դերասան կա, անունը չեմ հիշում։ Հա լավ, կամ ինքը կամ այդ դերասանը կամ դու։
Այդ դերասան հեսա արագ Google-ը հələ սպասի։ Ահա։ Ստեղ ասեմ, դու ինչ քանի դեռ Google-ում ես, ես մի բան ասեմ, ես էլ իրականում վերջերս ինչ էլ նոմա Star Wars-ից սերիալներ, բաներ եւ այլն, ամեն ինչ նայում եմ ի տարբերություն քեզ, ամեն ինչ, բայց ոչ մի բան չեմ հիշում հետո։ Ասենք Mandalorian-ից, սենց ասեմ, համարյա չեմ հիշում ինչը, սա նայել եմ ծերից ծեր, Andor-ն էլ լրիվ նայել եմ, բայց դե հստակ ինչա տեղի ունենում, մի շաբաթից սա մոռանում եմ, սենց ասեմ։ Ես Mandalorian-ը, որ դու սեր գալի նայում եմ, առաջի սեզոնի վերջ երկու էպիզոդը վերջերս եմ վերջապես նայել, նես չիմ դուրը սուպեր եկել, բայց լավն է, ընդունում եմ, պրոստը իմ դուրը չէր գալի չենը, բայց օրինակ Obi-Wan-ը, որը շատերը չսիրեցին, դե իմ ամենասիրած պերսոնաժն է սա սագայի։ Իր սերիալը շատ դուր եկավ, Ahsoka-ի սերիալը դուր եկավ, մուլտիկները ին որ 2000-ականներին դուրս գալիս այդ Clone Wars-ը, հետո Rebels, Disney-ով մուլտեր էլի դուրս։ Մի խոսքով շատ լավն էր, ես գտա Sam Witwer դերասանը, ինքը սաղ, կամ մեծամասամբ բաներում Star Wars-ի մուլտֆիլմն Darth Maul-ին կհիշես, ասես կարմիր դերքով։ Darth Maul-ին շատ լավ գիտեմ։ Երկու ծերանի։ Այո։ Ինքը մուլտիկներում բանում իր ազգուշկեն էր անում, ու ինքն էլ է տենց սուպեր Star Wars-ի geek եւ այլն, ու ինքը տենց Ֆիլոնի մոտիկներից է, ես տենց պոդքասթներ լսելով։ Մի խոսքով իմ կարծիքով բոլոր ֆանատների համար ուրախալի հյուր։ Ուրախալի լուր։ Տեսնենք ուր կգնա, հեսա այս տարի դուրս է գալու Mandalorian and Grogu թե Mandalorian and Grogu ֆիլմը։ Տեսնենք ինչ կգնա։ Grogu-ն շատ հավես բան է, ես Amazon-ից նույնիսկ Grogu եմ պատվիրել ժամանակին քրոջ երեխու համար։ Էլ միկրոտի տարա։ Չէ, դե իր մոտ է հիմա հստակ իմ մոտ չի։ Այդպես։ Անցնենք այլ նմանատիպ նորության, ասում են, որ Mission Impossible 9-ը լինելու Չնայած որ 8-րդը կոչվում էր Final Reckoning, ասի զենչանեմ, արտասանեցի զգացի, որ մի տեսակ եղավ, Final Reckoning էր կոչվում, բայց արի ուտես, որ թվում է թե շարունակելու են, բայց մի հատ հարց կա, հնարավոր է Ethan Hunt-ը չլինի գլխավոր պերսոնաժը, այլ ինչ-որ այլ բան լինի, ու ես խի էի ասում, որ ինչ խոսում ենք, ոնց անում ենք Օսկարային ռեժիսորների շուրջա բանը, նորություններս, կա նորություն, կա rumor, այսպես ասած, որ եւ սցենարը գրելու է եւ նկարահանելու է ֆիլմը, ոչ ավել, ոչ պակաս Համնետի ռեժիսոր Խլոյի Ժաոն, դա արդեն Համնետի, հա, ինչ խոսք է, չնայած Nomadland-ի էլ, բայց Համնետը, իմիջայլոց մենք մեր նախորդ նորությունների ժամանակ թողարկումների դեռ չէինք նայել Համնետը, հիմա նայել ենք։ Նայել է։ Դու չես նայել։ Չեմ նայել։ Քաշած է, երկու շաբաթ սպասում եմ առիթին։ Չէ, ես գիտես որտեղ եմ նայել, showing-ով չլնեմ, հա։ Համնետի ռեժիսոր Խլոյի Ժաոնն է, նկարելու եմ, որ Սենց կարաս ենթադրես, որ կարա լինի աշխարհի լավագույն Mission Impossible-ը, բայց չգիտես ինչ կլինի։ Այտենց մի հատ փոքր այլ բան ասեմ, մինչև դու ասես քո նորությունը ու այն ամենագլխավորը, ինչի արդիվ մենք հավաքվել ենք, չէ, այն վատ նորությունը էլի նկատի ունեմ։ Այս պահին տեղի է ունենում 76-րդ Բերլինի միջազգային կինոփառատոնը, Բերլինալը 76-ը։ Բաներ չխոսամ այս մասին, իսկ թվում է մեր մյուս հաջորդ թողարկման ժամանակ կամ այն հաջորդի ժամանակ խոսանք ինչ ա եղելով ա հաղթել եւ այլն, բայց էլի կարճ խոսանք, տենց որովհետեւ մի երևելի եսի մինչեր չկան թվում է թե ժյուրի նախագահը ոչ ավել ոչ պակաս Wim Wenders-ն այս անգամ գերմանացի հայտնի ռեժիսոր։ Բան շիրակո известный в узких կրուգах։ Да, հենց տենց։ Այդ արտահայտությանն են գալիս։ Հա, Մարտինը իդեպ մի քանի անգամ եղել է 3 անգամ եղել է Բերլինալե փառատոնում։ Այո, որպես industry professional accredited անձնավորություն, ծանոթացեք accredited industry։ Այդպես Բերլինում մոտավոր մի 45 օր անցկացրել եմ Սավակուպն։ Եվ ինչ զգացով ոնց է вообще փառատոնի զգացողությունը։ Փառատոնը ինքը շատ հավես է իրականում, գնում ես Կարմիր գորգեն տեսակի մարդկանց ես տեսնում, մեր ընկերներին եմ նույնիսկ տարել որ տեսնեն եւ այլն, ասենք Ադամ Սենդլերի քանի Քայլի վրա, Ամանդա Սեյֆրիդ, Ռոզամունդ Պայք, Ստիվեն Սոդերբերգ, հա, նույնիսկ Ատոմեգոյան ու տենց լիքը մարդիկ, բայց Բերլինի փառատոնի խնդիրը կայանում է նրանում, որ Բերլինի փառատոնում լավ ֆիլմեր շատ քիչ են լինում։
տենց է, որտեվ նայ դու չես կարող իրան համեմատես Կաննի ու Վենեցիայի հետ, բայց ինքը նույն ուռվենի փառատոն է, լրիվ նույն ձևի փառատոն է։ Այն որ շատ հաճախ հենց տեղից էլ գնում է Best International կրողը կամ հենց Best Picture կրողը, մեկ լինում է տենց էլի, բայց օրինակ Adel Grand Budapest-ը ստեղ էր հաղթել, բայց Best Picture չհաղթեց։ Ստեղ ասած Բերլինի փառատոնում է ստեղ։ Մի խոսքով, հա, այստեղ լավ ֆիլմ, ասենց ասեմ, մրցույթում լինում է մոտավորապես 18, 19, 20 ֆիլմ, լավ ֆիլմ երևի մի հատ է լինում կամ երկու հատ, ու դա էլ հաստատ չի հաղթում փառատոնում, այլ ինչ որ սենց շատ մի տեսակ ֆիլմը հաղթում են, որ ասում ես, սենց խիստ art-house, խիստ են, որ ամբողջ տարին հետո մոռանում են այդ ֆիլմի մասին եւ այլն, բայց որպես օրինակներ, օրինակ եւ Best Foreign Language հաղթեց Fantastic Woman ֆիլմը, Սեբաստիան Լելիոյի, այդ ֆիլմը հենց Բերլինալեում էր եղել, բայց չեմ հիշում ինքը այստեղ հաղթել էր, թե չէ ինձ թվում է չէր հաղթել։ Մի խոսքով շատ քիչ ուժեղ, շատ ուժեղ ֆիլմեր են լինում։ Այնտեղ լինում են շատ ժամանակակից շատ հարցերով եւ այլն այդ տեսակ ֆիլմեր են լինում, որ սենց art house-ը խեղդում է ուղակի, բայց իրանք ուղակի շատ հաճախ ընդհանրապես հետաքրքիր չեն լինում։ Զուտ երևի ես ավելի շատ ամերիկյան ֆիլմերի ինչ որ տենց սիրահար եմ, չնայած երևի սա լավագույն ֆիլմերը եվրոպականներ են ինչ որ։ Մի խոսքով, այ տենց տպավորություններ, բայց դե աուրան ու այդ ամեն ինչը որ դու հատկապես Բերլինում ունես, երբ որ դու մտնում ես կինոն նայելու, այն փառատոններին նման նույնիսկ եթե դու մտնում ես այդ գլխավոր զալը ֆիլմը նայելու, հենց Կարմիր գորգի վրայով ես գնում։ Հա, դու նույնիսկ որպես հանդիսատ ես գնում, հենց Կարմիր գորգի վրայով ես գնում ու սենց սելֆիներ ունեմ այդտեղից արած կարանք դնենք։ Մի խոսքով։ Հա, հələ ստե պաուզա վերցնենք, եթե ուղարկես մի երկու հատ մոնտաժ կանենք վրան։ Այո։ Հա, Չոր բան է ուզում ասել։ Հա, ուզում եմ ասել, եթե Fantastic Woman ֆիլմը գիտեք, գրեք կոմենտներում ու գրեք ինչ է հաղթել, ինչ չէ, մենք չենք գրելու։ Okay, ոնց ասեմ։ Բան տեղեկացրեք բոլոր։ Այս տիպը բանարի, որ մենք այդ գործը չանենք։ Դե ես եմ վերջում այդ պլաշկեքը դնելու, ավելավա Մալադեց, դուրս եկավ։ Հա, Մարտինի դեպ շատ փառատոնների է տարբեր այդպես մասնակցել եւ ինձ թվում է առիթը դեռ կլինի, որ այդ փառատոնների ժամանակը գա ոնց է չլինի միջև հունիս, հուլիս, օգոստոս այս գործը անելու ենք, այդ կոմերը արդեն մնացած փառատոններն էլ են։ Ամենաշատ հիշվող իմ կողմից դա Սան Սեբաստիանի փառատոնն է Իրաք քաղաքով։ Որը օգոստոսին է։ Որը հոկտեմբերին է։ Հոկտեմբեր, փաստորեն չէ, մյուս հոկտեմբեր պիտի ձգենք։ Մի խոսքով։ Բա view բերեք, ժորդ view բերեք, որ ձգենք։ Եթե ուզում եք մեզ տեսնել։ Ուզում եք։ Ես եւս նորություն բերեմ էլի իմ ոլորտից, ծրագրավորումից չէ, էլի։ Ասում են, ես վերջերս մի հատ տեխնոլոգիա են այդ։ Այս LLM-ն, այս AI-ները։ Բայց մեր կողմից շատ սիրված Ադրիա Աջոնան rumor կա, որ Ջեյմս Գանը ուզում է իրան տեսնի որպես այս նոր ստեղծվող DC Universe-ի Wonder Woman։ Թվում է թե Գալ Գադոտի հետ այն հարցերը իսկականից նրան բան են անում, մի քիչ արդեն ինդուստրիայի հետ խնդիրներ ունի թվում է թե։ Հա, եւ Վենեցիայում անցած տարի նրա հետ շատ վատ էին վերաբերվել եւ այլն եւ այլն։ Ես ասենք անկում ռեկաստ չէի անի։ Գալ Գադոտին, եթե sense հարցեր չլինեին։ Այստեղ գաղափարն է, որ ամբողջությամբ reset արել, օրինակ բանը, վայ ոնց կա իր անունը մոռանում։ Ջեյսոն Մամոան խաղալու է Լոբոին, դա տենց բավական կոմիքսի մացողների շրջանում հայտնի Զլադզեյա, այսինքն Aquaman չլինելու է։ Այս թազա սախ սեթինգը լրիվ թազա DCU-ի է, ու տարբերություն Marvel-ի ձևեր չեն թափում, reset անենք այս հորը։ Հա, universe-ներ բանանենք, հա, просто reboot են անում կամ չգիտեմ։ Ու ես շատ մեծ հաճույքով կուզենամ տեսնել Ադրիա Աջոնային հենց այս կերպարում, ինձ թվում է կխզարի, որովհետև առհասարակ տենց կոմիքսներ ճիշտ է ինքը Amazon կայա ու հունական ինչ-որ բան է, բայց օրինակ ակցենտը, բայց ակցենտը օրինակ մեկ-մեկ թվում է լացի, то есть ստեղ խաղալու տեղ կա կերպարի հետ ու ինձ թվում է հանգիստ Ադրիա Աջոնան իր արտաքինով կարա շատ լավ համապատասխանել։ Եթե հաշվի առնենք, որ Գալ Գադոտն էլ ֆարսաժում էր լատինոսի խաղում, ու ես Ժիզել էր, չէ՞։ Ես միշտ մտածում եմ մեքսիկացու էր խաղում, թե ինչի էր խաղում, հա։ Նենց որ թվում է թե խնդիր չկա այս հարցի շուրջ։ Այո։ Ես ասեմ, հա, մի քիչ լրջանանք, ասում եմ լրջանանք ու չեմ լրջանում։ Օրերս կյանքից հեռացավ, էլ ես վերջի պահն գալի, որ կյանքից հեռանալուց եմ խոսում։ Մարտին Բուրիվեշնիկն ես նորից Գուշկան, ինչպես ասում էինք, կյանքից հեռացավ շատ շատերի կողմից սիրված Ռոբերտ Դյուվալը,
նույն ինքը Տոմ Խագենը կրիոսնիացեցի նրանց որդեգրած կանցելիերին, այսպես ասած, նա շատ ապրեց 31-ից 26 թվականներին, ինչքան է գալիս 90 քանից 4 95 տարեկան հասակում կյանքից նա հեռացավ։ Չէ, ինչ 4 ճիշտ է։ 4, հա։ Դե մի խոսքով 31-ից 90 շատ է ապրել այդ մարդը, բայց շատ մեծ էր, մահացավ 7-ակի Օսկարի տեխնացու, մեկակի հաղթող, եւ որպես կանոն նրանից մի քանի ֆիլմ ասեմ, էսի մի քիչ sense ավելի շատ սեփական մոտեցումով եմ արել, որովհետեւ sense Ռոբերտ Դյուվալը այնքան ֆիլմեր ունի ու այնքան ֆիլմերում ինքը երկրորդական փոքր դերեր ունի շատ ուժեղ, որ այդ ամեն ինչը չես ասի, հիմա ուղղակի զուտ իմ ընտրությամբ տենց ներկայացնեմ։ Դե առաջինը պարզա Կնքահայրը 1 2 3 ինքը բոլորում կա, այնտեղ խաղում է ինքը Տոմ Խագենին, առաջինի համար Օսկարի supporting actor-ի նոմինանտ է եղել Ռոբերտ Դյուվալը, երկրորդը Ապոկալիպսիսը այսօր այս ֆիլմը որտեղ կրկին Ֆրանսիս Ֆորդ Կոպոլայի մոտ ինքը նկարվել ու շատ հայտնի պերսոնաժ է, միգուցեև ավելի հայտնի քան Տոմ Խագենի պերսոնաժը, այստեղ ոնց էր Colonel Kilgore ու այն իր հայտնի ֆրազան, որ ասում է սիրում եմ առավոտյան նապալմի հոտը, I love the smell of napalm in the morning, ասենք շատ հայտնի բան է իրականում, այստեղ սրա համար էլ ինքը supporting actor-ի նոմ եղել, հաջորդը կասեմ մի դեր, որի մասին հնարավոր է շատերս չենք ֆիքսել իրականում, հնարավոր է դու նայել ես To Kill a Mockingbird-ը Մենակ կարդացել եմ։ Ուբից Պերեսմեշնիկայում ինքը խաղում է այն հարևանին, այն որ տան մեջ մի հատ տանիստվենի պերսոնաժ կա է, այդ հարևանին է խաղում ինքը երիտասարդ իր դեբյուտն է։ Իր անունը այստեղ Արտուր Բու Ռեդլի է, ումից հենց Ատտիկուս Ֆինչի երեխաները վախենում են շատ։ Այդ պերսոնաժին է ինքը խաղում ու ընդհանրապես բայց գրքից եմ, չեմ նայել։ Ինքը լրիվ silent պերսոնաժ է, ընդհանրապես չի խոսում, բայց ասում են հետագայում ինտերվյուներ ա եղել, որ ինքը մի բառ ունեցել է ֆիլմում, ինչ որ later է ասում, ինչ որ միտեղ, ինչ որ բան են ասում, ինքը տեղ մի խոսքով այդ պերսոնաժին է խաղում շատ երիտասարդ, դե պատկերացրա 62 թվին ֆիլմը, փաստորեն շատ երիտասարդ է չի, 30 տարեկան է մոտավորապես եղել, այտենց, այդ ֆիլմում է ինքը այտենց աչքի չի ընկել, բայց ես հորդորում եմ նայել այդ ֆիլմը հենց այդ կերպարի համար միգուցեև, հաջորդը իմ անձնական ընտրությամբ Ջորջ Լուկասի առաջին լիամետրաժ ֆիլմը, որը Star Wars-ից առաջ է ինքը նկարել, THX 1138 ֆիլմը։ Ֆիլմը պատմում է ապագայի հասարակության մասին, որտեղ մարդիկ անուններ չունեն, THX-եր են իրանք ու թվեր։ Մասկի երեխու պես։ Այո, ճիշտ ես ասում, տենց անուններով են ու Ռոբերտ Դյուվալը այստեղ THX 1138-ն է։ Ինչ որ գրքերի գրականության բաների է շատ նման, այստեղ դեղեր են տալիս մարդկանց, որ իրանք էմոցիաներ չունենան, եւ այլն, ու այնպես է լինում, որ Ռոբերտ Դյուվալի այս պերսոնաժը եւ նրա ընկերուհին L.U. Age-ը 3417-ը սկսում են դեղ չխմել ու իրանց մոտ սկսում է էմոցիաներ առաջանալ եւ այլն, ու իրանք դե արդեն բարձա ամբոստանում են սիստեմայի դեմ եւ այլն։ Ֆիլմը ասեն շատ սպիտակ ֆիլմ է, ասենց ասեմ, իրանք միշտ սպիտակի մեջ գնում գալիս են։ Ես այս ֆիլմը մի անգամ եմ նայել, բայց ինձ շատ է տպավորել, ասեմ ավելին ես 9 եմ դրել այս ֆիլմին, Ջորջ Լուկասի միակ ֆիլմն է, որ 9 եմ դրել։ Անամոթ։ Դե բա այս ֆիլմերը չեմ դրել։ Շատ իզուրաց մեկը կարելի էր, ինձ թվում է ես 10 եմ դրել։ Մի խոսքով, այս տեսակի ֆիլմը ինքը շատ դեպրեսիվ է, բայց ահա որ դեպրեսիվ է, հենց հասարակության կողմից չընդունված լինելու եւ այլն, ու այդ պատկերացրեք ի sci-fi մեջ ու պատկերացա մարդ, ով այդքան էլ ինքը շատ adekvat չի այդ հարցերի մեջ պատկերացնում ես, չէ՞։ Այդ այնց ֆիլմը շատ եմ ես հավանել այս ֆիլմը։ Ու վերջինը, որի համար նա Օսկար է տարել, միգուցե նրա ոչ այնքան հայտնի ֆիլմն է, Ռոբերտ Դյուվալի, Tender Mercies, հայերեն դու ասա։ Չեմ ասի։ Դաժե ռուսերենը չեմ հիշում, սենց ասած, այստեղ ինքը խաղում է country երաժիշտ Max Sledge-ին, սենց խմող ամեն ինչ թողած, սենց ասած կոտրված country երաժշտի է խաղում, ով փորձում է վերականգնել իր կյանքը, գտնում է իր կորած աղջկան, այսինքն կորածվելն է, որ գնացել է իր մոտից եւ այլն բան, նոր հարաբերություններ է փորձում ստեղծել նոր կնոջ հետ, նրա որդու հետ է շփվում եւ այլն, բայց ինքը շատ սիրված անձնավորություն է, ինչ որ երիտասարդները ֆիլմում հայտնվում, հիշում եմ, 2 տարի առաջ եմ նայել, ուզում են որ ինքը նվագի, ինքնս պատկերացրել խմող մարդ country նվագող շատ բարդ անձնավորություն է, ու սենց այս ֆիլմի համար նա լավագույն դերասան
դերասանատարել Օսկար ու այս դերը համարվում է Օսկար տարած լավագույն դերերից մեկը, դե չեկան լիքը որ Օսկար չեն տարել, բայց լավագույն դերերից են համարվում։ Այս մեկը այս դրանից է համարվում, որ լավագույն male performance-ներից մեկն է, ու ասենց շատ թեթև մի հատ էսպիսի ֆակտ ուղակի ասեմ, 1955 թվականին Նյու Յորքում ասենց մի հատ նորություն կարդացի ուղակի, որ մի բնակարանում կամ իրար հետ բնակարաններ են փոխել, հենց այդ նույն ժամանակաշրջանում Ռոբերտ Դյուվալը, Դաստին Հոֆմանն ու Ջին Խեկմանը իրար հետ են ապրել, տենց է ու պոչտաներ են դասավորել ստեղի համար, ինչ որ ավտո են քշել, ինչ որ տենց շատ բանվորական գործեր են արել այդ երեքը իրար հետ ու հետագայում բոլորը Օսկարակիր եւ այլն։ Շատ լավ նորից, շատ լավ զուգադիպություն, այո։ Դե իմ ամենասիրած ֆիլմն էլ քեզ ասեցի Ռոբերտ Դյուվալի հետ, մեր եթե Ուգնաձաշիցյան, դեռ ինչ Դարոգայում կա, դե շատ էր։ Չմորանանք ջաջը Ռոբերտ Դաունի Ջունիորի վերջին Օսկարի նոմինացիան է Դյուվալի։ Տենց ափսոս որ նա հեռացավ, բայց ինձ թվում է արդեն շատ ծեր հանգստանում է։ Գնաց աշխարհներից լավագույնը։ Okay։ Այս ինչ գիրքա, Ռաչիա։ Էսի հատուկ դրել եմ, որ մի քիչ գլուխս գովա։ Մալադեց։ Այն որ տենց մի հատ խաղ կա, շտոկ ձեկակ դա։ Կավեն է, էլի։ Կավեն է, որ ասում են սա կավեն է։ Մեր խաղերից մեկում։ Այո։ Լավագույն խաղացող է ճանաչվել։ Ամենայն հավաքական պարտվել ենք, սա բար ես այդ ժամանակ եմ լավագույն ճանաչվում։ Եվ նվեր էի ստացել այս հիանալի գիրքը Արարատ 73 եւ Սուրեն Բաղդասարյանի հեղինակությամբ եւ ուշադիր հանդիսատեսը եթե ստեբանը թայթլը չէր կարդացել կարող էր այստեղից հասկանալ թե որ ֆիլմի մասին է այսօր գնալու խոսքը գնալու Արարատ ինձ թվում է մի քիչ զարմանալի կլինի մեր ուշադիր հանդիսատեսի համար, որովհետև նմանատիպ բաների չենք անդրադարձել թվում է թե, բայց ինչ խոսք թվում է թե պետք է անդրադառնալ նույնիսկ հայկական իրականությանը, ի վերջո հայ ենք։ Ի վերջո հայ ենք, այո։ Այս անգամ էքսպերիմենտալ է, տեսնենք ոնց կստացվի։ Ոնց որ այն մնացած ֆիլմերին լավ տիրապետում, լավ խոսում ենք, տեսնենք այստեղ։ Ես տիրապետում եմ իրականում։ Դա շատ լավ է, որ դու տիրապետում ես։ Արի սինոպսիսը տամ, չնայած ոնց որ ոչ կինոպոիսկում ոչ մի տես ֆիլմը նորմալ չգիտա կարծեմ։ Okay։ Սինոպսիսը հետևյալն է, ինչպես բոլորս գիտենք, 1973 թվականին Արարատ Երևան ակումբը դարձավ ոսկե դուբլի հեղինակ, այսինքն կարողացավ հաղթել ինչպես ԽՍՀՄ գավաթում, այնպես էլ ԽՍՀՄ ռեգուլար առաջնությունում, Round Robin-ում եւ դարձավ չեմպիոն ու ինչը հետաքրքիր է այլևս ԽՍՀՄ առաջնության չեմպիոն չի դարձել, բայց գավաթակի եւս մեկ անգամ մենք ֆուտբոլից էլ ենք լավ կուրսի տիրապետում ենք ֆուտբոլին այո այդպեսով ֆիլմը պատմում է մասնապես եւ ավելի շատ ակցենտը Մարզիչ Նիկիտա Սիմոնյանի վրա է արված ինքը առաջարկ է ստանում գալ գլխավորել Երևանյան թիմը գալիս է գլխավորում է եւ այդպես ինչ նենց բան ես ներկայացնում ես ամաչում եմ նենց հիմա խոսամ են ինչ խոսալու ինձ թվում է չենք բան անելու չէ այս անգամ օպերատոր ապա չէ ես կասեմ միայն ռեժիսորին ինձ թվում է որ իմանանք ու ի վերջո ում ֆիլմն է ֆիլմը նկարել է Մհեր Մկրտչյանը ինքը հայտնի է Կյանք ու կռիվ երևի Կյանք ու կռիվ ֆիլմով Կյանք ու կռիվ 2 ֆիլմով ես այդ եմ նայել եւ այնտեղ ունի ինչ որ բաներ նկարած, բայց չանդրադառնանք դերասանների մասին պետք է անդրադառնալ, ինձ թվում է դե այս պարագայում Եգոր Բերոևը խաղում է Նիկիտա Սիմոնյանին։ Ես իրեն շատ եմ սիրում Տուրեցկի Գամբիտ ֆիլմում, նայել ես թվում է ես չեմ տեսել, չէ։ Բանի այդ Ակունինի գրքի բանը, հայացեն։ Սոֆիա Դոնյանցը, չգիտեմ խի ինքը իրանցա հայա թե հայ չի եւ այլն խաղում այն ժուրնալիստկային բայց հայի նման չէր ինքը, չգիտեմ, միգուցե եւ Սերգեյ Շակուրովը խաղում է այն ուկրաինացի գրեչկոին։ Նայիդ Կիրակոսյանը ով պատիվ ունեցել իմ մոտ կաստինգի լինելու։
Խաղում է Անուշին։ Կոնստանտին Յուշկևիչը Գլեբովին է խաղում, այդ պերսոնաժը բավականին լավն էր։ Բաբկեն Չոբանյանը Ռոբերտ Ցագիկյանին, այսինքն Ծաղիկյանին, Տավարիշ Ցագիկյան, Սամվել Գրիգորյանը իմ կողմից շատ սիրված, ում հետ ես նույնպես աշխատել եմ, բայց ոչ իմ ֆիլմի ժամանակ, Ձյաձյա Միշային է ինքը այստեղ խաղում։ Այնտեղ արդեն չասեմ, դերած ֆուտբոլիստների դերերը ընդհանրապես չասեմ, որովհետև ի տխրություն ինձ ֆուտբոլիստները այս ֆիլմում ոչ թե երկրորդական, այլ երրորդ, չորրորդական պլանում էին ֆուտբոլիստներն այս ֆիլմում։ Այսպես, այս դիրքում կանգ առնենք, ասում է, եւ փորձենք երևի մի քիչ հասկանալ, թե ինչ էր այս ֆիլմը ի վերջո, ինչ էին ուզեցել նկարացնել, բայց ես չգիտես խի ուզում եմ առաջինը դու մի բան ասես։ Ուզում ես բան, ես տոնը տամ, ըստա բավական լավ բաներ ասես։ Դե դավայ։ Ինչ ենք անել։ Իսկ Սերգեյ Գազարովին ասացիր։ Չէ, ոնց Դիվիժենի տեսնող։ Հա, չէ, իրան չէ, դեռ նույնիսկ բան Էդմոն Քյոսայանի դեր կա Մուրիանա դերասանի անունը, ոնց որ Հա, Քյոսայանն է ուշտեղը բեցեն, որ բանը ասում է։ Սկոկը մոշմենի ուլավի մստիցելի բայց շատ նման էր իմ կարծիքով։ Շատ նման էր։ Հենց արտաքինն էր նման, ձևն էր նման, էլի, հա։ Չգիտեմ, լավ, կարամ սենց ասեմ, արի վերջից գամ։ Դե սաղ կինո ջղային նստած էի բնականաբար։ Ինձ թվում է դու ավելի քիչ ես ջղային եղել, քան ես։ Հա, ինձ թվում է ավելի քիչ եմ ջղային եղել, քան դու։ Վերջում մի քիչ սենց էմոցիաներ ստացա մի քիչ ու չգիտեմ դու ես ծնողներիս հետ եմ նայել ու իրանց այդ ապրումները բան այդ ինչ որ բաներ հիշելը քննարկելը կողից ինքը սենց կողից լրացուցիչ կայֆ էր տալի ու որպես հետևանք բայես էր ստեղծում բայեսը հայերեն ոնց կլինի այ կոմենտում գրեք որ ոչ հայերեն է բայեսը ոնց կա հա մի խոսքով իմ կարծիքի մեջ բայես էր ստեղծում ուզում եմ մի քանի լավ կողմի սկզբից խոսամ ֆիլմի հետո կանցնենք վատ կողմերին։ Ինձ թվում է լավ կողմերից էին մի քանի հատ երկրորդային պերսոնաժներ, օրինակ այդ Ձյաձյա Միշան պրիկոլնի էր, այդ Միշա չէ, ոնց որ բանն աշում։ Հա, ուղղակի ինձ անհանգստացնում էր, թե արդյոք ինքը այլ շորջ ունի։ Դե, բարձրացած որ ունի, բայց դե չէ, նորմալ է, այսինքն ուզում են ցույց տալ սպորտային երկրպագողը, Բաբկեն Չոբանյանի պերսոնաժը շատ դուրս եկավ, դե ինքը զուտ լավ է խաղում։ Ինքը լավ էր խաղում, պերսոնաժը դուրս եկավ, Գազարովի պերսոնաժը դուրս եկավ ավելի խնդալու էր, իրան մի պահ ինտերակշն ունեցան։ Էլ ինչ լավ բան կա։ Դե նոստալգիայի վրա խաղը, այդտեղ ինձ թվում է ուզում է պրոստը հեռախոսով վիդեո նկարել այդ նոստալգիայի պահի բանը կլիներ։ Ու երևի դրական մասերը իմ համար այդ ֆիլմը վերջանում են այսքանով։ Բերոևը լավ դերասան է, բայց ես նայեցի բոյերի տարբերությունը Նիկիտա Սիմոյան 1.75 սանտիմետր, Իգոր Բերոև 1.89 սանտիմետր։ Իմ կարծիքով էտիվ պրինցիպի միսքաստ է, էլի, չնայած Բերոևը լավ էր խաղում, միակ բանը ինչ դուրս եկավ, որ շարժությունն էր սենց ինչ որ ձև պահում, չգիտեմ այդ ոնց էր անում, բայց ինչքան գիտեմ, հենց Նիկիտա Սիմոյանը։ Իսկ քեզ այս ֆիլմում չմիսքաստ կար ընդհանրապես։ Դե հա, Բաբկեն Չոբանյանի այսինքն նայել ես այդ պերսոնաժին, ում որ ինքը խաղում է։ Չէ, չի բռնում էլի։ Չէ, չեմ խորացել։ Միգուցե էլի չեմ բանանում։ Դե այդ պերսոնաժները ինձ թվում է քանի որ երկրորդային են, տենց ուշադրություն չեն գրավում։ Խոսանք ֆիլմը որպես ֆիլմ, չէ՞։ Հիմա մենք ուրիշ բանից չենք խոսում, չէ՞։ Խոսում ենք ֆիլմի մասին, որը նկարահանված է ֆիլմ, այսպես ասած։ Առաջին հերթին խոսանք գլխավոր պերսոնաժի մասին։ Ով էր այս գլխավոր պերսոնաժը, ինչից էր ինքը, հա, ինքը ինչ որ լավ տրեյներ էր եղել, ինչ որ ասում էին եւ այլն բան։ Դե ինքը լավ ֆուտբոլիստ է, բայց դա մենք գիտենք, որ շատ ուժեղ ձախ-ոտքի հարված անցել, կապի կասպանել 1949 թվականի ԽՍՀՄ լավագույն ռմբարկու, եթե ճիշտ եմ հիշում, Կուկնյա սերիալից։ Ու ինչ որ խփել կապի կասպանել ձախ-ոտքով, ինչ որ տենց մեր գյուղում տենց բաներ եմ լսեմ, ձախ-ոտքով գնդակին խփելով ոչ տենց կապիկին։ Մի խոսքով, նրան նշանակում են պաշտոնի, բայց երբ որ դու ֆիլմը նայում ես, մենք ինչքան տրեյներների մասին ֆիլմեր ենք նայում, մենք ընդհանրապես չենք հասկանում, թե այս մարդը ինչով է գրավելու այս ֆուտբոլիստներին ու ինչա անելու իրանց համար։ Ոչ մի գործողություն, ոչ մի նկրտում, ամեն մեկին ինչ-որ մի ձև մոտենալու, սենց բանի ընտանիք, ոնց այնտեղ չէ ընտանիքներից են կուրսվում, էս են անում, իրա սիրած բանը, անձնական բաներ են գործում է, խարիզմայի տեսանկյունից, սենց ասեմ, այս մարդը ըստ իս խոսում ենք սուբյեկտիվությունից, չէ՞, հիմա մենք որտեվ ես
ես չեմ կարող նստեմ օբյեկտիվ բաներ ասեմ, իմ զգացածն եմ այս բանանում, այս մարդը ծայրահեղ անհետաքրքիր պերսոնաժ էր ինձ թվում, ընդհանրապես ես չեմ հասկանում ինքը ինչով էր մարդկանց ինչ որ ձև գրավում, երբ որ այն ժուրնալիստն են որ մոտենում է իրան եւ ասում է, ասենց ուզում էի հենց ուզում էի ֆիլմում հայտնվեի, ասենց կողքով քայլեի, ասեի կներես 1000 ներեգություն ինչ էր անունը, Մարինա ջան Ինչի համար է սիրահարվել այս մարդու նախր ոչ մի բանով աչքի չընկնում այս մարդը անիմաստ մարդ է ինչի վրա է սենց գնում գալիս է որ սրա նրա այդ ստից կռիվ անում եւ այլն բան այդ տեսանկյունից պերսոնաժը ինքը որպես քեզ գրավելու միջոց ընդհանրապես կիրառված չէ որովհետեւ էլի հույսը դրած էր զուտ նրա համար որ մենք գիտենք որ այս Նիկիտա Սիմանյանն է ու մեկը ինքն է այտենց պերսոնաժների տեսանկյունից շատ մեծ խնդիր կար ֆիլմում։ Ֆիլմը ֆուտբոլիստների մասին է, իսկ ֆուտբոլիստների մասին ընդհանրապես չկա այս ֆիլմում։ Ֆուտբոլիստները որպես ֆուտբոլիստներ այս ֆիլմում չկան, ուղղակի ինչ որ պեշկեք են ֆուտբոլիստները։ Սենց հիմա չգիտեմ ինչպես կընդունեն այս ֆիլմը հենց այս մարդիկ, ովքեր եղել են այս մարդիկ, թե ոնց է իրանց ներկայացրած այս ֆիլմում, այսինքն իրանց մեծ մասը արդեն չկա։ Հա, մեծ մասը չկա, բայց լավ զգալի մաս էլ կա ինձ թվում, հա։ Ասենք ֆուտբոլը ի վերջո այս ֆիլմը ֆուտբոլի մասին է, չէ՞, իսկ ֆիլմը ֆուտբոլի մասին չի։ Ֆիլմը ինչ որ sense մախինացիաների եւ սրա նրա մասին է, ֆուտբոլիստները զուտ ինչ որ միջոցներ են։ Ինձ թվում է այդ տեսանկյունից բավականին ֆեյլ է եղած այս ամեն ինչը։ Մի բան էլ պետք է ասեմ, ֆիլմը ռուսական պրոկատում հայտնի է որպես Զալատոյ դուբլ, չէ՞։ Այդպես է, Զալատոյ դուբլ, ճիշտ եմ, չէ՞ ասում քերականության տեսանկյունից, հա։ Ֆիլմում նկարահանվել եւ ցուցադրվել է միայն գավաթի մասը։ Հա։ Ինչպես եք դուք ֆիլմը կոչում Զալատոյ դուբլ, եթե երկրորդ մասի մասին ընդհանրապես չեք խոսում։ Իրանք գավաթը հաղթում են ու ֆիլմը ավարտվում է։ Այնտեղ թվում է թե պետք է ունենա շարունակություն, ոնց վերջի մի քանի խաղն էլ հաղթեցին ու չեմպիոն էլ դառան ու ունեցանք Զալատոյ դուբլ։ Ֆիլմը կոչվում է Զալատոյ դուբլ, բայց միայն գավաթի մասին է, ինչը թվում է թե մտածելու տեղիք է տալիս։ Մի երկու բան դու ասա, քանի դեռ ես Այդ կարամ կոմենտեմ օրինակ կոնկրետ վերջին միտքը։ Նայ միշտ նայելուց գավաթային բանը ավելի ինտրիգուющий է։ То есть եթե պրոստը ցույց տային, որ եւս 3 խաղ խաղացին կամ 4 խաղ խաղացին պրոստը տենց ռեգուլար սեզոնը հաղթեցին։ Դե թող վերնագիրը Զալատոյ դուբլ չդնեին ուղղակի։ Դե ռուսների դուբլաժն է, հիմա ասենք չգիտեմ։ Դուբլաժը չի, ֆիլմը ռուսերեն է նկարվել հենց, որովհետեւ պրոդյուսերը եւ Այդ մեր մոտ է ուղղակի արարել։ Հա, հայերեն չկա ֆիլմ։ Ֆիլմը ռուսերեն է։ Այսինքն մեր մոտ հա, մեր համար է, դուբլաժ ոչ թե կոնտենտի հասկացա, այլ անվանման դուբլաժի նկատի ունեմ։ Հա։ Հա, համաձայն եմ, դե չգիտեմ, իմ համար սենց ասեմ, օրինակ էլի մինուսներից, ես օրինակ կինոն նայելուց սենց լինի այդ Marvel-ի վատ կոմիքս, լինի այդ art house, լինի այդ լուրջ դրամա, անկախ ամենից ես միշտ կինոն նայելուց ասես մեջն եմ մտնում։ Ու այդ մեջը մտնելու համար օրինակ ինձ պետքա սենց էլի անգլեն բարբիտի օգտագործեմ flawless, հա, անդադար ինչ որ ընթացք։ Այսինքն որ ես նայելուց չընդհատվեմ, ընդհատվել ես չեմ ի նկատի չունեմ աչուձակ նայեմ, այլ որ նայում եմ ֆիլմը, ես գամ որ մեջն եմ, այս գործողությունից հետո այս գործողություն տրամաբանական է որ տեղի ունեցավ, կամ եթե ինչ որ ժամանակային թրիշք է տեղի ուներում, ինչ որ սյուժետային բան է, դա էլ գեղեցիկ արվում ու դու մեկա մնում ես այդ բան Պավիստվավանյայի պատմության մեջ։ Այս ֆիլմում ես լիքը իմ մոտ անընդհատ տպավորություններ, որ հերթական, չգիտեմ, այդ ռուսական կինոներին է շատ նման, ինձ թվում է հայկական շատ կինո ժամանակակից չեմ նայել, բայց թվում է հայկական կինոյի մասն է, ոնց որ դու նայում ես վիդեորյադ, որտեղ որ մարդիկ գնացեն, այստեղ են ինչ որ սիրուն կար է, այնտեղ են ինչ որ սիրուն կար է, այստեղ են սիրուն կար է, բռնե կպցրել են իրար ու վեր։ Այնքան բաներ ինձ թվում է կարելի անել։ Օրինակ չեք ուզում ֆուտբոլ դժվար է ենթադրենք նկարելը, չեք ուզում ֆուտբոլ ցույց տալ։ Միլիոնատ կինո գոյություն ունի, որը սպորտի մասին է, բայց մի կաթիլ սպորտից քեզ կադր ցույց չեն տալիս, կամ քիչ են ցույց տալիս։ Դու կարաս էդի ֆոնին պայել, գլխավոր պերսոնաժի դրաման, եթե այն կա ինչ-որ ձև ստեղծես։ Ինձ թվում է շատ հաճախ նույնիսկ այստեղ դրաման արհեստական էր ստեղծած, որտեղ սլուխերից ելնելով, ոնց հասկանում եմ, տենց Արարատը ֆավորիտներից էր այդ տարվա հաղթելու ու տուպը Մոսկվայից մարդ բերեցին նստեցին, պլյուս որ հայկական ազգանուն է այս մարդու մոտ, բերեցին նստացրեցին այդտեղ ու դրածո էր կոպիտ ասած, ով ուղակի թիմը հասցեց չեմպիոնության, կարաք այդտեղ դրամա ստեղծեք։ Կաք ստեղծեք նամասի, որ այս մարդը տառապում է նրանից։ Այսինքն Գլեբովով էլ չեմպիոն կլինեին, ասես կոպիտ ասած, հա Գլեբովով էլ չեմպիոն կլինեին, դուք կարաք դրանից դրամա ստեղծեք, հա մեկը սա ֆիքշն է ամեն դեպքում, սա
օրինվածք է, то есть ոչ մեկ չի մոտենալու, ինչքան է իրական, էլ եմ ասում 20 սանտիմետր տարբերությամբ գլխավոր դերասանը իր պրոտոտիպը, օքեյ է, բայց դու ասում ես այնպիսի բան, որը թվում է թե հնարավոր է այդ աստիճանի անտանելի չի, որովհետև իրանք խաղում են ինչ-որ մարդու տարիքով մարդու եւ այն պրիչոսկեկն էլ ընդհանրապես չի, գոնե պրիչոսկեկը նույնացնեին, ընդհանրապես այս դերասանը, որ դու ասում ես շատ է սիրում, Եգոր Բերոևը, ինքը չափազանց գալիվուդսկի արտաքին ուներ իմ համար, ասենց շատ հոլիվուդյան դեմք էր ինքը, ոնց որ Իթան Հոկը էր, ասենց ասեմ, ու եկել էր սովետական Հայաստան, մի խոսքով իր այդ ասանկան, իր ամեն ինչը ընդհանրապես Նիկիտա Սիմոնյանոտ չէր իմ պատկերացմամբ. Բայց արի խոսանք այլ դերասանների մասին։ Հովհաննես Զանազանյանին դու իրականում տեսել ես։ Չէ։ Իսկ դերասանին տեսել ես Հովհաննես Զանազանյանին։ Հովհաննես Զանազանյանի դերասանը ավագը ուներ փոր։ Ինչպես վերաբերվենք։ Իրական կյանքում չուներ, ես փորձել եմ նայել, շատ լավ նկար չկա իրականում, բայց ուղղակի անհավանական է, չէ՞ որ ֆուտբոլիստը ունենա այտենց փոր, ոչ թե ուշկաշու ուներ։ Դե օքեյ։ Բայց ասածս այնա, որ դերասաններին, հենց ֆուտբոլիստների, սպորտսմենների ահավոր միսքաստեր արած, այն որ այնտեղ խաղում է Մանոյանը ֆուտբոլիստի։ Մանոյանը, այսինքն իրականում լավ էլ խաղում էր ասեմ։ Իշտոյանի դերասանը, ով նույնպես պատիվ է ունեցել իմ մոտ կաստինգի լինելու, ինքը նույնպես կար, ինքը Իշտոյանին էր խաղում, շատ երիտասարդ էր երևում, քան Իշտոյանը իրականում, Լևոնիկը։ Ինքը բայց հասակների հարց հաստատ էլի կլներ, որովհետև Իշտոյանը իմ կարծիքով շատ բարձրահասակ է, տենց եմ ես իրան պատկերացնում։ Իրականում էլի, քանի որ ֆիքշն է, ես այդ ինչի հետ ամեն ինչի հետ խնդիր ընդհանրապես չունեմ, բայց Զանազանյանի դերասանը դա ուղղակի կատաստրոֆա էր, այսպես ասեմ, մարդուն նայում ես ընդհանրապես ֆուտբոլիստ չես զգում իրանից։ Ինքը ուղղակի ինչ որ փորով հայ ձյաձկա է, ասենց ասած, ու ինքը ֆուտբոլիստ է։ Դա, չգիտեմ, մեկնաբանություն չունեմ, էլ ընդհանրապես ոնց է դա եղել։ Գտան նկար ընդհանրապես փոր չուներ։ Չէ, ասենք ինքը կարար Ադրիանոն էլ փոր ուներ, չէ, ինչ որ միջապի, բայց այդ տեսակ, բայց մենք Ադրիանոյից տեսնում ենք, որ ինքը սպորտսմեն է։ Այս մարդը սպորտսմեն լինելու ոչ մի բան չուներ, ոչ մի տվյալ։ Դու ֆուտբոլիստ ես ու ուժեղ թիմի ավակն ես, ցենտրալնի կիսապաշտպան ես, դու պիտի Պեդրի արտաքինը ունենաս, կամ Բուսկետսի, կամ Մատեուսի գոնե, ասենք այդ Բուսկետի չափ բոյով չէ։ Այս մարդը ինքը խորոված անողի արտաքին ուներ, էլի փորով սենց եւ դա էլ շատ լուրջ հարց էր դա։ Մի հատ պլյուս ասեմ, օրինակ այդ դերասանը խաղը այդ հատվածում դուրս В принципе եկավ, то есть կոպիտ ասած ես դա նկատեցի առաջի կադրից, ասի լավ, հիմա այդ սրա վրա կենտրոնանամ, հաստատ դուրս չի գա, համարը այդ միտքը բաց չթողեցի, բայց օրինակ որպես պերսոնաժ էլի բանը Okay, խնդիր չկա, թող ինքը երբ որ մենք նայում էինք, իրանց այն բժիշկը ասում էինք, որ ավելի շատ է ֆուտբոլիստի նման, շատ ֆուտբոլիստներ, այդ բժիշկը ավելի շատ էր ֆուտբոլիստի նման։ Կանանց հարցը, այն որ սենց կանայք են գալիս նստում, այն որ սենց գեղեցիկ սեղաններ ա դրած, որ բերեն, այսինքն ինչ էր այդ տեսարանի բանը, այսինքն տրեները ցանկանում էր կանանց այնպես անեն, որ կանայք ոգևորեն իրանց ամուսիններին, ընկերներին եւ այլ, իսկ ինչ իրակարծիքով չէին ոգևորում, կան թե դե իրակարծիքով շո մեզ այտենց կադրեր ցույց տվեցին, չէ՞ որ տանջվում են այդ կանայք, որոնց երազում կռիվանում, չգիտեմ, ու դրա համար ստադիոնի կողքը բերե սիրուն 2-3 հատ սեղան էին շարել, իրանք եկել սենց սիրուն հագնված նստել էին ու Նիկիտա Սիմոնյանին էին լսում։ Դե այդ սցենան օրինակ լավ կարելի ուրիշ ձև իմ կարծիքով։ Նայ, այնտեղ որտեվ նստած է, ասում է, լավ, նյուժելի հեսա որ մի բանը Սիմոնյանը գնաց, այս ֆուտբոլիստները ոգևորվելու են ու գան կանանց։ Ախր կողն է խամ, ուրիշ գործ, եթե դե ինչ-որ ձև ցույց տված լինեիք, որ գիտես ինչ կա Սիմոնյանը եք, էլի ֆիքշն է, կարող է տենց բան տեղի ունեցել, դուք ֆիքշն եք նկարել։ Okay, հա, բայց տարել ես բազա 2 ամիս տանջվում են ծաղկաձորում ֆուտբոլ են պարապում կանայք բողոքում են դու իրանց բերեցիր սենյակում նստեցիր հետները խոսացիր ինչի մասին է խոսքը հա ասենք ու փոքր դետալ է չէ բայց լրիվ այդ էմոցիոնալ բանը լրիվ փոխում է ինչի համար եմ վկայակոչում հենց այս տեսարանը որովհետև ֆիլմը 70%-ով ուղղակի արհեստական տեսարանների հավաքածու է, արհեստական տեսարաններ են, այն որ аэроպորտում իջնում է, զուռնա դրելով դիմավորում են, ասում է, ես գրեթե վստահ եմ, որ նման բան չի եղել, լավ, ֆիքշնա կարա տենց լինի, բայց հարցը նրանումն է,
Խի էր պետք դա անել այդքան այն որ հետևը զգացի որ նկարա դրած։ Այնքան տեղերը տենց բանարած որ հետևը կոնկրետ կանաչ էկրան է։ Նկարի դեմը նստած ինչ որ բան են անում։ Ախր հասկանում եք դա ֆիլմը իջացնում է։ Ես ամեն անգամ որ գնում եմ հայկական ֆիլմ նայելու, ես ուզում եմ նայեմ աշխարհի լավագույն ֆիլմը, տենց եմ ուզում։ Գնում եմ ուզում եմ տենց ֆիլմ նայեմ, որ ասեմ, ըհը, շատ լավ ֆիլմ է։ Մանավանդ նես թեմա է տվյալ դեպքում վերցած, որ մեր ազգովի ես ծնվել եմ, այսպես 23 տարի հետո, էլի։ Իմ հետ ֆիլմ եկած անձնավորությունը վերջում ասում է, իրականում պատմությունը շատ հուզիչ պատմություն է։ Ինչ է տեղի ունեցել, ինչ ա եղել եւ այլն, ոնց են մարդիկ գնացել։ Ես մեր տնեցիկից եմ լսել բաներ, որ գյուղերից, Վրաստանից, նույնիսկ ավտոներ նստում գալիս էին ստադիոններ, բայց այդ ներկայացնել այսքան ծիծաղալի ձևի, որտեղ Նիկիտա Սիմոնյանը կանգնում ասում է, «Нет, ասում է, ֆուտբол потеряет для них значение, չգիտեմ ինչ», ասեմ, ի՞նչ է խոսում։ Չէ, իրոք ինձ թվում է սյուժետը լրիվ կարելի է հոլիվուդյան սյուժետ համարել իրական պատմությունը, ու դու կարաս միլիոնատ հիմա իդեա եմ տալի։ Սենց ասեմ ռոկի նման պատմություն է մոտավորապես։ Փոքր Հայաստանը պայքարում է մեծ սովետի, ասենք այդ նիտկեն որ բռնել են, որոնք Կիևի թմերը սլիված բուդու տեսի վաճառ։ Ախր էդի թույնագույն թեմա է, էլի թե ոնց է քո փոքրը Դավիթը պայքարում Գալիաֆը հայրենը Գողիաթի դեմ։ Հասկանես, դու լրիվ կարաս Էլ եմ ասում ֆիքշն է, դու հնարված բան, այն դվիժենիը վերքո վերցնենք, էլի լիք ինչ որ փոքր պատմություն, էդ էլ մի երևելի ֆիլմ չի։ Սա բերում ես նրան, որ ասեմ։ Ես անդադ դրա հետ եմ համատում, էդ էլ մի երևելի ֆիլմ չի, բայց իմ կարծիքով որպես ֆիլմ մի 10 անգամ ավելի լավն էր, չնայած նրա որ պատմությունը գուցե 10 անգամ ավելի ուժեղ պատմություն չէ։ Պատմությունը սովորական օլիմպիական չեմպիոն են դառնում։ Պրոֆեսիոնալ բասկետբոլիստները հաղթել են ամերիկյան ուսանողներին մի աչոկով, իսկ ոչ թե Հայաստանի թիմը հաղթել է ինչ որ ասենք, այս պատմությունը շատ ավելի լավ պատմություն է ինձ թվում էլ իրականում։ Հիմա գանք գլխավոր պերսոնաժի ամենագլխավոր հարցին ու ֆիլմի գլխավոր հարցին։ Ինչի մասին է ֆիլմը։ Ֆիլմը տրեյների մասին է, ով պետք է սարքի ուժեղ թիմ կամ ֆիլմի ընթացքում մի անգամ տեսանք թե ինչ տակտիկական բաներ ասում։ Ֆուտբոլ մենք որ սպորտային ֆիլմեր ենք նայում, բռնցքամարտի մասին ֆիլմ ենք նայում, ռեգբիի մասին ֆիլմ ենք նայում, տեսնում ենք տրեյները ինչա փորձում անել։ Moneyball ֆիլմը ոնց է։ Դե ես ուղղակի շատ ուժեղ օրինակ եմ բերում, բայց մեկը այդ մարդիկ փորձում են տակտիկական ինչ ասեն, այսինքն սա պետք խաղալ է, մենք պետքա տեսնենք, չէ, Իշտոյան ջան դու սենց կանես, Մարկարով ջան դու սենց կանես, բան այս ֆուտբոլիստը սենց է, այս տակտիկական կխաղանք 3-4-3-2-1 բանով եւ այլ ընդհանրապես ֆիլմում չկա ֆուտբոլային ասպեկտ, ընդհանրապես մենակ մի տեղ է, երբ որ ինքը նայում է, դա լրիվ ասում են 68-րդ արհեստական տեսարանն է, որ արհեստական է ուղղակի կադրեր նայում է, ոց смотри, ասում է ինքը սենց անում, իրան դու պիտի սենց, ասենք երևում է որ ինք ուղղակի անգիր տեքստ է ասում, սենց այդ բանի վրա, սենց մոնտաժնի փոխվում, ասում է, հեսա իրանց ցենտրը ուժեղա դու սենց կանես, սենց ձախից սենց կանես, ժամ 15-ի վրա էր Միշելով այդ պահը, երբ որ առաջի անգամ մենք ֆուտբոլային բան ենք տեսնում ֆիլմում, ընդհանուր որ տեսնում ենք տրեյները տրեյներությունը անում, ոչ թե ասում է ուշադիր եղեք, բան արեք, մի քնեք, վազեք, այդ ինչ տրեյների արտահայտությունը, երեխեքի արտահայտությունը է, տրեյները պետք է ասի, այն ինչ պետք է անել այդ մարդիկ դաշտում, ոչ թե չքնեն կամ ուշադիր լինեն կամ եւ այլն, ինչն է, այդ է, ելի ուզում ասել, որ ընդհանրապես ֆուտբոլային ստրատեգիաների եւ այլն նմանատիպ բան ընդհանրապես մենք չենք հասկանում ինչի հաշվին է Նիկիտա Սիմոնյանը ուժեղ տրեյներ եւ ինչի է Արարայտ 73-ը ուժեղ թիմ, իսկ ինքը ուժեղ թիմ է եղել միանշանակ։ Խի է այդ թիմը ուժեղ թիմ։ Ոսկե գնդակի եւ ապագա հաղթողով թիմը, այդ ֆիլմը, այդ թիմը եղել է ուժեղ թիմ, ինչը մենք ֆիլմում չենք տեսնում, թե ինչի է ուղղակի մարդկանց ասելով ինքը ուժեղ ֆիլմ է, ուժեղ թիմ է ֆիլմում։ Ու վերջ, մենք չենք տեսնում իրանց ուժեղությունը։ Իսկ ինչ քո ասացին էր բանանում, որ միգուցե դժվար էր նկարելը եւ այլն եւ իսկ ինչ էր դժվար, մենք ինչ կադրեր էինք ֆիլմում տեսնում, այդ CGI-ներով, VFX-ներով, ինչեր էր նկար, ֆուտբոլը ընդհանրապես չէր տեսնում։ Հիմա մենք բան կանենք, թվում է թե քլնգում ենք մեր հայկական ֆիլմը, բայց ֆուտբոլ չէր նկարած էր չգիտեմ ինչ, ու ինչն եմ ուզում ասեմ, որ միանշանակ հնարավոր էր լավ նկարել, ոչ ֆինանսական հարց ա եղել, ոչ տեխնիկայի հարց ա եղել, ուղղակի նկարելու Ումենիայի հարց է։ Կամ Ումենիայի, կամ ավել փող աշխատելու, քիչ էներգիա ծախսելով, չգիտեմ, էսի ենթադրությունը։
Դե հա, ընդհանուր առմամբ մի քիչ աբիդն է, ես վերջում ինձ այլ եմ ասում, փորձեցի համոզեմ, որ դուրս գայս, ու մի քիչ էմոցիաների պատճառով, բայց այդ էմոցիաները կարող լիներ YouTube-ում կոծիկ նայելով կամ YouTube-ում Արարատի մասին դոկումենտալկա նայելով։ Ինչը շատերը ես տեսել եմ մի քանի հատ։ И что я опять забиваю, ինչ որ դες բան եմ։ Իշտան ասում ես, հա մոռանում եմ։ Ես ոնց մի քիչ խոսացի, ես ոնց հասկանում եմ, Իշտանը նորմալ գոլ խփող էր։ Իսկ այս ֆիլմում իրան ներկայացրել որ չի կարում գոլ խփի։ Այսինքն լավ, ես հասկանում եմ, որ ստե կարա դրամայի ասպեկտ մտցվի, բայց այդ էլ գոնե սիրուն էր։ Չի կամ, մեկը ֆինալում 2 գոլ խփեց, դա կա դրամայի ուժեղ պերելոմնի պահլի։ Միշտ կարա ինձ ստային թե այդ մարդը ոնց է տանջվում այդ հարցի շուրջ։ Տրեները, իսկ այդ մարդիկ լրիվ մի անգամ ցույց տային ոնց է ծուր տշում, ոնց է տանջվում, չէ՞ որ կարար իրիկունը նստած լներ խաղից առաջ ասեր, վայ այս խաղին որ չխփեմ вообще։ Իսկ այդ մարդուն երբ ասում է ծուր խփում, միշտ բոլորը ուրախանում էին, в том числе ինքը։ Մի քիչ ախր հասկանում եք, ֆիլմը այս ձև չի լինում։ Դե ուղղակի ջոմս 2 ժամ նստես նայես ու ոչ մի բովանդակություն չստանաս։ Հա, այդ որ ամեն պիկը պետքա պիկը լիներ, չէ՞։ Իստեղ հիմա մի հատ ստեղ մի հատ այլ բան ասեմ նաև, էսի մի քիչ շատ սուբյեկտիվ է ու իմ անձնական ինչպես մեր բոլոր խոսացածները, չէ, էսի մի քիչ ուրիշ պահ էր։ Ես այն պահին, երբ որ հասկացա, որ ֆիլմը ռուսերեն է, ունեց մի տեսակ եղա իրականում։ Դե պարզ է այնտեղ, որովհետև այն տեսակ մարդու հետ էի, որ ինքը կինոինդուստրիայից է եւ ամեն ինչից բաներ անում, որ պրոդյուսերը ռուս է, ռուսական production է, նախնդեղ ա եղել պրեմիերան հետո նոր ստեղ եւ այլն, բայց այնց բաներ, այնց մի տեսակ էր, որ այդ պատմությունը ռուսերեն էր նկարած, բայց մի այլ հարց կա, որոշ դրվագներում հայերեն արտահայտություններ կային։ Հա։ Խի էր տենց։ Ես չհասկացա։ Ինչի ուրեմն այդ բարագայում հայերեն իրար մեջ հայերեն չէ։ Ինչի։ Այնտեղ Անահիտը Կիրակոսյան որ դուրս է գալիս, շենքից չէ, երեխեք են ինչ որ, վայ երեխեք ինչ որ տես մի հատ արտահայտություն անում, մի հատ էլ չգիտեմ որտեղ էր մոտավորապես 2-3 տեղ, այ տենց բան եղավ, բայց մնացածը ռուսերեն։ Արդյոք ես կհասկանայի, եթե առանց ակցենտ ռուսերեն խոսեն։ Ու ակցենտով էին խոսում։ Կարաս ասես, որ այդ մարդիկ այն Հայաստան ներկայացուցիչներն են, ովքեր ռուսախոս են։ Ահա, ձեր ցավը տանեմ, նկարել եք ռուսերեն ֆիլմ։ Խի են ակցենտով խոսում, թող խոսան նորմալ ռուսերենով։ Եթե ֆիլմը Բերոևի Սիմոնյանի մեջ ինտերակշնը ռուսերեն, ոնց է sentimental value-ն էլի, ասենք Elfanning-ի հետ անգլերեն են խոսում, մնացած սաղ նորվեգեր են։ Զուտ այնպես է արած, որ այնտեղ որտեղ մենակ հայերեն, իսկ համարյա բոլոր տեսարաններում Նիկիտա Սիմոնյանը կա, հանգիստ է տեսարանները։ Չէ, ինչ եմ ասում, տես։ Ինքը համարյա բոլոր տեսարաններում կա, այդ տեսարանները բոլորը կարային ռուսերեն լինեին։ Այն որտեղ ինքը կա, որտեղ ինքը չկա, շատ քիչ։ Այսինքն զուտ իրանք ռուս հանդիսատեսին, ուղղակի բան են արել, որ իրանք սուբտիտր չկարդան։ Այդ է արած, ընդհանրապես։ Այլ եմ ասում, նորմալ Joachim Trier-ը կհաներ Joachim Trier-ի հարցը լրիվ ուրիշ է։ Ընդ հայերեն կխոսային իրար մեջ սաղ interaction subtitle։ Դες ֆիլմը, չգիտեմ ոնց ասեմ, անհատա ինձի ֆիլմը լինի դա, ինչ ուզում ա լինի ֆիլմը, այդպես է նկատել, եթե դու գոնե այդտեղ չես հետևում այդ կանոնին, ու ընդ արանքում գոնե հայերեն խոսք չներ, հարց չկա, թող ակցենտով խոսեմ, խնդրեմ չունեմ, բայց արանքում մարդիկ իրար մեջ տեղ-տեղ հայերեն բառեր են օգտագործում, то есть դու այդ ֆիքշնն էլ ես իմ մեջ կոտրում։ Հա, իրականում այս առաջին անգամ էին քննարկում, դրա համար ինձ թվում է, հա, մենք ընդհանրապես իրար հետ չենք էլ նայել այս ֆիլմը, ինքը ընտանիքի հետ նայել տնեցիք հետ ընտանիքի ասելով մտածելու են կնիկ երեխա ուներ։ Չէ, չունեմ, ոչ կնիկ ոչ երեխա։ Մի խոսքով, ինքը ընտանիքով է նայել, ես այլ անձնավորության հետ, մի խոսքով, չէինք խոսացել։ Մեկ այլ անձնավորության հետ։ Հիմա մտածելու են կնիկ երեխա։ Մի խոսքով, իրար հետ չենք նայել այս ֆիլմը, ընդհանրապես չենք քննարկել ու սենց եկանք ու ես չգիտեմ, նույնիսկ մտածում եի կարող է հավանել հրաչը կամ ինչ որ սենց բան, չգիտեմ, էլի։ Մի խոսքով, սենց ավելի բարի էմոցիա ամեն դեպքում ունեցել միանշանակ, ինչ որ դրական բաներ ասենք։ Դե չգիտեմ, ես քեզ առաջարկ ունեմ։ Արի 10 տարուց նստենք մի հատ Արարատ 73-ի մասին իսկական դրամա սցենար գրենք։ 10 տարի որ արդեն էսի մոռացած լինենք, թազա տեղից փող կպցրած լինենք։ Ես կամ էլ ես բեսամ ծրագրավորող, որ դառնա որ հովանավորվեմ էսի։ Ես էլ լրիվ տունտեղ կորցրած կինո նկարող։ Չէ, որովհետև ինձ թվում է այդ ոնց ասեմ, пища для размышления կամ ասենց շատ կա ու այն որ ինքը ասենց պրոստը դեմը, դա պրոստը վերցրա ու ասենք միլիոն հատ
միլիոնատ ուղղություն կարա ստանաս։ Հա, միլիոնատ կինո կա, սպորտ դրամա, մի քիչ մի հատ իդեա ստեյց, դաժե ուզում եմ ասեմ հեչ պարտադիր չի, ինքը լինի բացարձակ օրիգինալ կոնտենտ, բացարձակ օրիգինալ, սա սպորտ դրամաներն էլ մեծ հաշվով նույն բանի մասին են, Ինչի մասին է խոսքը։ Բացի սրանից, ներքին Պիրիժիվանյանների, սպորտսմեն մարզիչ հարաբերություններ, սերունդների հարաբերություններ։ Ասում են, у нас лучший вратарь в мире, մի հատ close-up ցույց չեն տվել բանին, ինչ էր անունը։ Մենակ են ռազիվալկում։ Վրատարի անուն ինչ է եղել։ Արկադի Անդրեասյան, թե Չէ, դի բաններ են կիսապաշտպան։ Այն կիսապաշտպանն է։ Ալյոշա Աբրամյան։ Ալյոշա Աբրամյանին ասում են իրան լավ սենյակ տվեք, потому что у нас лучший вратарь в мире, մի հատ դեմքը նորմալ չտեսանք այդ լучший վրատարի։ Տենց էլի։ Ուրիշ բան եմ ուզում ասեմ, լրիվ ուրիշ բան, կինոթատրոնային տեսանկյունից շատ հաճելի էր ֆիլմի ավարտին են որ ցույց են տալիս խորհրդային Երևանի կադրերը եւ այլն բան, բայց կինո Մոսկվան հենց այդ պահին լույսերը վառում է ու սկսում ես այդ կադրերը արդեն լուսավոր պայմաններում տեսնել, ինչը շատ տարօրինակ է, այսինքն իրանք ուղակի դուրս են հրավիրում նայողներին, թե այդ մի նայեք, ասենք երկար 5-6 րոպե, խորհրդային Երևանի կադրերը շատ հավես, շատ սիրուն, սենց որ մի կողմից տիտրերն ա գնում ու այդ ամեն ինչի եւ այլն, այն որ շատ զարմացած էի Եվ երկրորդը, ինչը արդեն այդպես չի, արդեն ուղղվել է երկար ժամանակ Cinema Star-ը բանին կինոպարկին բան չենք ասում, մտածելու են արդեն որի օր հաղորդումն է։ Չէ, կինոպարկն էլ մի հատ նիտո բան արեց, Hamnet-ը upcoming ֆիլմերի մեջ էին դրել, բայց հենց տորենտում հայտնվեց չբերեցին այլևս, էս էլ իրանց մասին ասենք։ Իսկ Cinema Star-ը երկար ժամանակ այս ֆիլմի ժանրը դոկումենտարի էր գրում, ինչից ես մեռել էի, ուզում եի ասեի գրեի կներեք, այս ֆիլմը դոկումենտարի չի, դոկումենտարին է նաև կինոպարկն էլ էր դոկումենտարի, այդ մեկը չգիտեմ։ Նայել եմ, հա։ Այս ֆիլմը դոկումենտալնի ֆիլմ չի, այս ֆիլմը գեղարվեստական ֆիլմ է իրական փաստերի վրա։ Դոկումենտարին այն ֆիլմն է, երբ որ դու գնում ես հենց այդ մարդկանց նկարում ես իրանց գործի վրա, հենց Նիկիտա Սիմոնյանին ես նկարում կամ ինչ-որ մարդկանցից ինտերվյու ես վերցնում, իրանք խոսում են այդ ամեն ինչի մասին։ Այս ֆիլմը դրամա էր սպորտային, ոչ թե դոկումենտարի, բայց արդյունքում իրանք դարձրեցին դրամա, ինչը կրկին ողջունելի է։ Շնորհակալություն, ապրեք, շատ գնահատելի արարքի համար։ Դե ինչ, երևի դե էլի կարանք մի ժամ էլ երևի խոսանք, բայց իմ կարծիքով բավական օրինակ եթե կինոն ձեռներս տակ լիներ, կարելի էր ասենք 10 րոպե անցնել, օրինակ ինչ վատ կոնտենտի միտք չի իրականում։ Եթե ձեզ հետաքրքիր է, գրեք, որ կինոն տորենտներում հայտնվի, ասենք 10 րոպե նայենք ու ասենք խոսքի այս մասը կարելի էր այսպես անել, այն մասը Նեշի, տենց ես ինքը պրոֆեսիոնալ, նեշ ես պրոֆեսիոնալ, բայց ես որպես կինո սիրահար շատ մեծ հաճույքով կարամ ասեմ, թե ինչներ կարելի լավացնել այդ ֆիլմում։ Իսկ թվում է թե շատ բաներ կարելի լավացնել, ցավոք, ես անկեղծ շատ էի ուզում, որ գոնե այդ վիդեոյադի զգացողությունը իմ մեջ ստեղծի, որտեղ ես գիտեմ, որ շատ հաճախ այդ վիդեոյադի զգացողությունը ինձ շատ դուր եկավ, որ դու նմանատիպ միտք արտահայտեցիր։ Տես այդ նշանակում է, որ դու ասենք դու երբ որ ֆիլմը նայում ես, ինձ թվում է իմ նման չես նայում։ Ես որ ֆիլմ եմ նայում, այդ իմ վատ հատկանիշն է։ Ես մրցում եմ կպնում այդ ֆիլմի հետ։ Այն որ sense ամբողջ ընթացքում ասեմ, դե լավ, օքեյ, դե օրինակ նույնը եղել է Համնետի հետ, էլի sense ամբողջ ֆիլմի ընթացքում ես մրցում էի կպնում, դե հա, լավ է խաղում Ջեսի Բակլին, դե հա, բայց վերջի 20 րոպեն ինձ ուղակի ոչնչացրեց, ինձ ուզե բան արեց, որ տղա ջան դու ոչինչ ես, գնա նստի այնտեղ, տեսես ֆիլմը ինչ է։ Այդ այն որ դու ես էլ չկարողացա պայքարել ֆիլմի դեմ։ Իսկ այստեղ ամբողջ ֆիլմի ընթացքում ուղակի ֆիլմը ոնց որ մանկապարտեզի երեխա լիներ, իսկ ես դաստիարակը կլինեի այդ վիճակն որ ամեն տեսարանին դու ասում ես էս ինչ է արած այ մարդ էս ինչ դահոլ է էս ինչ է սա այն ինչ անձրև էս իխի է սրան սիրահարվում էս իխի ռեստորան կանչես նրանք չեկան մարկարը վխի սենց մարկարը վխի մի հատ չեկավ բան ես ասում եմ չեմ թողի որ ինձ ձեռ առնեն չգիտեմ ինչ բան Դեստե մի քիչ նկ բան անենք գրամփին հայերեն չգիտեմ ոնց է Մարտինը բավականին գրամփի մարդ է շատ հարցեմ բայց հա ես համաձայն եմ ես տես չեմ նայում հա ես ուղակի մտնում դրա համար ինձ նույն ձև կարա դուր գա չգիտեմ Համնետը ինչպես դուր գա Մստիցիլի 2-ը օրինակ ինձ Մստիցիլի 2-ը շատ է դուր գալի այդ Ալտրոնն է չէ հա Ալտրոնը ես շատ եմ սիրում այդ դե այդ օրինակ եմ ասում որ դիսոնանսը պատկերացվի Բայց հա, ես իմ ամենաչսիրած բանը միշտ էդի, երբ ես հասկանում եմ, որ ես ուղղակի վիդեոյադ եմ նայում, ցավոք այս ֆիլմը իմ համար ուղղակի վիդեոյադ էր, իսկ ես
Բիրոևին սիրում եմ, հիասքանչ պատմությունն է, շատ լավ, օրինակ հայ դերասաններից շատերից զարմացել է հաճելիորեն, դա այստենց ինդուստրիային չեն բանանում։ Այն հարցը, որ ունեինք առաջ, որոշ տարիներ առաջ, հիմա այդ հարցը այդքան չունենք, որովհետև թվում է թե հատկապես երիտասարդները շատ լավ էլ խաղում են իրականում։ Պետք է ուղղակի խաղալու բան տալ հայ դերասաններին։ Փող աշխատենք խաղալու բան։ Չէ, դե կանենք էլի։ Աշխատենք այդ ուղղությամբ, դե ինձ թվում է Արարատի մասին երևի այսքանը, կամ մի օր կնստենք այդտենց մանրամասն կկտրտենք, կքննարկենք, կամ էլ կնստենք սցենար կգրենք, ինչու ոչ։ Հեսա ամառը գա, կաֆեները բացվեն։ Այո։ Ամեն դեպքում ասենք շնորհակալություն արված գործի համար, բայց ամեն դեպքում ասենք, որ կարելի է նմանատիպ կարևոր գործերը շատ ավելի լավ անել, շատ ավելի լուրջ անել, քանի որ սա իրոք սերնդների հիշողության պես բան է, ոնց որ տենց հիմա 2000 տարի հետո Վարդան Մամիկոնյան ենք հիշում, տենց 50 տարի Արարատ ենք հիշում, էլի, որ էլի եմ ասում, ես չեմ տեսել, բայց այդ սաղ պատմություններից, այդ սաղ վերապրումը ես եւս ունեցա, դրա համար շատ նմանատիպ թեմաներին պետքա շատ ավելի հույսը չդնել նրա վրա, որ տենց էլ գիտեք ինչ է, հատկապես սովետի ապրած մարդիկ, այսինքն ֆիլմի նպատակը է դա, տենց էլ գիտեն ինչա, չէ, տենց էլ գիտեն, որ էսա, դրա վրա հույսը Wicked ֆիլմը խի վարի գնաց, որտեվ իրանք ամբողջությամբ ֆիլմը հույսը դրել էին այն Օզի ու առաջին Wicked-ի վրա, ոչ մի բան չկար այդ պատճառով էլ ինքը օբյեկտիվորեն Ամերիկայում վարի գնաց։ Այդ այսինքն դու հույսը չպետք է դնես նրա վրա, որ ադե Պարզա էլի, հա, դու պրոդուկտ ես ստեղծում։ Ու մարդկանց պետք է նայողին հարգել, այսինքն երբ որ մարդը գալիս է ֆիլմ նայելու, մարդը ուղղակի ինքը ֆիլմը տեսնի, ոչ թե իմանա ինչ գիտի ինքը, ֆիլմը տեսնի ու ֆիլմով սովորի։ Լիովին համաձայն եմ, ամենայն հարգանքներով անցնենք քվիզի։ Մենք էքսպերիմենտալ կերպով, փորձարարական, փորձնական էքսպերիմենտալ կերպով որոշեցինք վերադարձնել դեռ մեր քվիզերի բաժինը այստեղ եւս Instagram-ից բացի, եւ այսօր Մարտին ես քո համար փոքր քվիզ եմ պատրաստել։ Փոքր է հաստատ։ Չէ, փոքր չի։ Կարող ես տալ ինձ 10 ցանկացած հարց, ես երևի իրանց մեծ մասը գուգլելու եմ։ Okay։ 10 հարցով գուշակիր դերասանին։ Արդեն ունես դերասան։ Այո, հենց հիմա իր կինոպոիսկի էջը դեմս չի երևում, այնտեղ չի երևում, ափսոս նկարներին դեմիցից ատրաժակ չի անում։ Ահա, դե որպեսի հեշտանա ամեն ինչ, առաջինը պետք է հարցնեմ տղամարդա թե կին։ Տղամարդ։ 21-րդ դարի ֆիլմերում կա, չէ՞ ինքը։ Կա ինքը 21-րդ դարի ֆիլմերում։ Լավ, երրորդ հարցը ակնհայտ, Օսկարակիր դերասան է։ Օսկարակիր դերասանը։ Արա, բայց ուրիշ ձև պիտի հարցնեի, Օսկարակիր դերասանը 21-րդ դարի ֆիլմերում կա։ Ահա, այսինքն ինքը, եթե 20, լավ, այս հարցն է տամ, իսկ 21-րդ դարում է Օսկարը ստացել։ Այո։ Ահա, այսինքն ես ունեմ մոտավորապես 26, եթե leading, ես էլ հարցնեմ, leading-ի համար է Օսկար ստացել, թե supporting-ի համար։ Supporting-ի համար։ Ահա, ուրեմն մենք ունենք մոտավորապես 10 վայրկյան, մենք ունենք մոտավորապես 26 դերասան, որոշներն էլ ստացել են 2 հատ, այսինքն մոտավոր 20 դերասան ունեմ, որոնցից պետք է ասեմ, չէ՞, տենց է դուրս գալիս։ Ալին վալցը արդեն քեզ միմիակ։ Հա, դրանցից ոչ մեկ չի ինձ թվում, իրականում։ Ինչ տեսակի հարց տամ ես ժամանակակից աշխարհում տեղի ունեցող իրադարձություններով, այդ ֆիլմը, որով ինքը Օսկար ստացել։ Ну ժամանակակից 21-րդ դար խաց, այսինքն որ նկարվել է այդ ժամանակվա է։ Հա, ինքը տենց pretend չի անում, որ ինքը ինչ-որ ուրիշ ժամանակում է։ Let me double check, ինչպես կասենք։ I will let you double check։ Բայց իմ հիշով պիտի որ Հա, в общем, ոչ ֆուտուրիզմը, ոչ անցյալը, ինքը մոտավորապես շորեր չկա վրեքները։ Ինքը մոտավորապես այն ժամանակի մասին է, որի մասին է ֆիլմն է, որ երբ որ ֆիլմն է։ Քանի հարց եմ տվել։ Մնաց 4 հարց։ Մնաց 4 հարց։ Supporting actor-ը ստացել, ինքը տենց լավ, չէ, այս հարցը մի քիչ բան կանի, եթե պատասխանը չլինի, տանջվելու եմ։ Ինչ էիր ուզում հարցնել։ Չէ, լավ, հարցնում եմ։ Իսկ այդ ֆիլմը Best Picture-ի նոմ եղել է։ Այո։
ֆիլմերը շատ են։ Պրոստը նոմը շատ վատ հարց է, արի քեզ օգնեմ, ասեմ ինքը best picture-ել է եղել։ Հաղթել է best picture։ Որովհետև նոմը ոնց որ տենց անգամ 10 սատ է, օքեյ, լավ։ Դե ուրեմն կարամ արդեն մի հատ պատասխան տամ։ Հապա, հələ սպասի, եթե միջև այս պահը գուշակել եք Մարտինից շուտ գրեք, բայց ես չեմ հավատում, որ գուշակել եք։ Բայց ես սխալ պատասխանեցի։ Պարտվում ես, բայց ես 3 հարց տալիս ես զուտ հետաքրքրության համար։ Լավ, ես կպատասխանեմ Տրոյկոցուր։ Ինչ? Տրոյկոցուր։ Չգիտեմ հետո։ Լրիվ համապատասխանում եմ մեր բոլոր ամենից։ Ես պիտի իմանամ այն մարդուն, որ պահում եմ։ Պաստորեն ինքը չէր։ Չէ։ Ինքը չէր։ Լավ, իմացա Կոդայում նրա հայրն է, ով best supporting actor-ը հաղթել, ֆիլմն էլ best picture-ը հաղթել։ Քանի որ Ապիսանյանի լրիվ համապատասխանում էր, ես գտնում եմ, որ ես չեմ պարտվել։ Դե չէ, նայ։ Դու կարեր օրինակ առաջի հարցին եւ հարցից տղայա թե աղջիկ ասեի տղայա, ասեիր օրինակ Marlon Brando, ամաներ որ չես։ Լավ, հիմա ես կասեմ այլ տարբերակ, ուրեմն, Դրանք փորձի 11, լավ, արի սենց, արի չես պարտվել, էդի հարցի տեղ գնաց։ Երկու հարց ունեմ։ Փորձի 11-ը հասկանաս։ Կամ այդ հարցը սպիտակամորթա թե սևամորթ։ Սևամորթ։ Ահա, եսի вообще քչացրեց ամեն ինչ։ Բայց կարող է նրանցից մեկն ավսյոտիկի սպասել։ Այն շատ disaster տարին է, որ best picture-ը մեկն էր, հետո մյուսին տվին։ Սևամորթ դերասան ով հաղթել է best supporting։ Ուզում ես 10-րդ հարցի տեղը ոչ ակնհայտ հուշում տամ։ Դավայ։ Իրա դերակատարման ֆիլմ մենք քննարկել ենք։ Երկանկյունի շրջանակներում։ Ոչ թե տենց բան։ Երկանկյունի շրջանակներում իրա դերակատարման ֆիլմ մենք քննարկել ենք։ Այսինքն մեր այդ օրվա ֆիլմն է եղել։ Ես իմ հուշումը տվեցի։ Չէ, այդ նկատի ունեի, թե պրոստը խոսացել ենք։ Ոնց որ էսի որ ասում 7 հատ կինո ենք ասել։ Այ քեզի բանուտ ոնց հասկանամ, լավ, օքեյ։ Իրա։ Ոնց որ ես չգիտեմ այդ հարցը ինչի մոտ է, էդի եղել է մեր։ Հասկացա։ Պարվեստկա դնյա։ Best supporting actor հաղթել best picture, որտեղ best picture, սպասի, հաղթել է best picture ասիր, ոչ թե նոմա եղել։ Որտեղից ինքը ունի best supporting, նաև best ասկսեցի կասկածել սպասի դու գեմ այդ ֆիլմը best picture-ը թե չէ 99.9%-ով էդի best picture կինը։ Best picture-ը այդ կինը։ Հաղթել է best picture։ Ու սևամորթ։ Այ քեզի։ Լավ, եթե մի անգամից չի գալի, կաս ասես պարտվում ես մի հատ էլ հուշում տամ։ Չէ, չեմ պարտվում, սպասի։ Դե մտածի։ Չեմ պարտվում։ Քանի հարց ունեմ։ Մի հարց ունեմ, չէ։ Չունե հայսի տեղը հուշում տամ։ Լավ, օքեյ։ Ինչ էր հուշում այդ։ Որ քննարկել ենք։ Որ քննարկել ենք, որ ինքը դերակատարներից է։ Որտեղ ինքը գլխավոր դերակատարներից է։ Այնտեղ Հինրիս Էլբոնո սևամորթ ինքը չի հաղթել։ Այնտեղ են չի հաղթել, տանջվում եմ արդեն։ Մենք այդքան կինո ենք քննարկել։ Իդրիս Էլբան ասել, դե չենք վիպուսկ չենք տվել House of Dynamite։ Դե բայց բան ենք արել վսատիկի։ Այն The Lost Boss-ից չի թվում աթե, այնտեղ չկար տենց մարդ չկար։ Սևամորթն է ամենալուրջ խնդիրը, սպիտակով շատ բաներ է գալիս։ Մեր ամենաշատ view ունեցող վիդեոն։ Հասկացա, օքեյ, հա, հասկացա։ Հա։ Իսկ հուշումը որ ուզում է անել, այդ ֆիլմի ռեժիսորը հիմա վրետանայում այնտեղ։ Այստեղ երևի թե խոսքը գնում է Մորգան Ֆրիմանի մասին, ֆիլմը Մալիշկա նա միլիոն ապրես։ Դժվար էր։ Իսկ երկանկյունին այսօր այսքանն էր։